Ալավերդու անբաժան մասը և միակ խոշոր արդյունաբերական կենտրոնը պղնձաձուլական գործարանը արդեն 75 տարի գազի և փոշու մեջ է պահում ողջ քաղաքը։ Գործարանը շահագործող Valex ընկերությունը 2005 թվականին ստեղծել էր Մանես հիմնադրամը, որն Ալավերդիում իրականացնում էր մի շարք սոցիալական ծրագրեր։ Բարեգործական ճաշարանից մինչև մանկապարտեզում երեխաների ամսական վարձերի մարում ու հավելյալ սննդի մատակարարում։ Սակայն այս տարվա հունվարից հիմնադրամը լուծարվել է, ինչին զուգահեռ դադարել են սոցիալական ծրագրերը։ Մենք քաղաքային իշխանությունները եւ մասնագետները բնականաբար այն ժամանակ էին անհանգստացած թունավոր նյութերով արտանետված, բայց ճիշտ ընկալենք այս բանը, որ քաղաքը որոշ չափով ակտիվացնում էր նաեւ Valex Group-ը ու շատ բնակիչների աչքին դա չէր երևում մեր լեզվով ասած։ Ինք ուշադրություն չէին դարձնում, ասում են, դե ծուխ է, հիմա մարդիկ անում են, ոչինչ, բայց հիմա դժգոհության ալիքը ահավոր։ Քաղաքում շատ սոված մարդիկ կան, էլի, որ օգտվում են այդ ճաշանից, բան, օրինակ, որ գիտեի, որ այդ մարդը գնում է կուշտա, ես էլ էի որպես բնակիչ, որպես մարդ, որպես հայ լավ է զգում։ Սոցիալական ծրագրերի դադարը Valex-ում պատճառաբանում են միջազգային շուկայում պղնձի գների անկմամբ։ Մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվում նաև գործարանի հասցրած վնասը մեղմելու մեխանիզմներ ներդնելը։ Տեխնոլոգիական փոփոխություն երբ լինի, ինձ թվում է այդ հարցերը հեշտությամբ կարող են կարգավորվել։ Valex ընկերության SCP պղնձաձուլարանում դեռ հին վառարաններով մենք պղինձ ենք ձուլում։ Միակ տարբերակը ֆիլտրներն, որի մասին ուղղակի այս պահին անհետ է խոսելը, եթե հիմա սոցիալական ծրագրեր են մարդիկ կտրում, իրանց համար էլ չտահաճելի, ես համոզված եմ։ Մենք չենք կարող խոսել այս պահին նոր միլիոնների ներդրումների մասին։ Իրենց գործունեությունը ցանկացած պարագայում կապում են պղնձի ցածր գների հետ։ Բայց մի նկատառում եւս, երբ որ պղնձի գները բարձր էին, այդ ժամանակ էլ տեխնոլոգիական ոչ մի փոփոխություն չի եղել։ 2009-ից Ալավերդիում գործող բնապահպանական տեղեկատվություն տրամադրող Օրհուս կենտրոնը խնդրին ելք գտնելու համար պարբերաբար կազմակերպում է քննարկումներ։ Valex ընկերությունը միշտ աչքի է ընկել քննարկումների մեջ ակտիվ ներգրավվածությամբ, պատասխանել է կենտրոնի հարցումներին տրամադրելով ցանկացած տեղեկատվություն։ Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը նկատել է, այս տարի կենտրոն այցելող քաղաքացիները սովորականից շատ են բողոքում քաղաքի աղտոտվածությունից։ Մարդիկ ավելի վիրավորված, ավելի ըմբոստացած են, այսպես ասած, Valex-ի դեմ։ Ընկերությունը հենց ինչ որ ալիք է բարձրանում, սկսում են շանտաժի լեզվով խոսել։ Կփակենք գործարանը։ Հավատացնում եմ, որ մարդիկ մեծ մասը չեն ուզում փակել գործարանը։ Ալավերդիում համոզված են գործարանի փակումը բացի վնասից ոչ մի օգտակար շարժ չի առաջացնի քաղաքում։ Այդ մարդիկ, որոնք որ այս պահին աշխատում են, արտասահման արտերկիր գնալու մասին ընդհանրապես չեն մտածում։ Բայց եթե աշխատանքից ազատվեն, բնականաբար այլ ճանապարհ չունենան, պետք է արտագաղթեն։ Էդ էլ որ փակվի արդեն մարդիկ սովից կմեռնեն, թե մի քիչ գազը վնաս է տալի, այն ժամանակ աշխատավարձ չեն ստանա, արդեն սովի կմատնվեն մարդիկ։ Բնականաբար Valex-ին պետք է օգնել, որպեսզի նա տեղեր ստեղծի եւ երիտասարդները աշխատանքով ապահովեն։ Ամենից կարևորը դա է։ Յուրաքանչյուր ամսվա վերջին բնապահպանության նախարարությունը լիազորված անձ է ուղարկում Ալավերդի, որպեսզի ստուգվի քաղաքի օդի աղտոտվածության մակարդակը։ Հայաստանի Հանրապետությունում սահմանված օդի աղտոտվածության ցուցանիշը քաղաքը դեռևս չի գերազանցել։ Գերազանցման դեպքում նախարարության կողմից գործի են դրվելու պարտադրողական մեխանիզմներ գործարանի հասցրած վնասը մեղմելու համար։ Ինչ վերաբերում է սոցիալական ծրագրերին, Ալավերդու քաղաքապետարանում տեղեկացնում են Valex-ի հետ որևէ պայմանավորվածություն իրենք չունեն։ Սակայն ընկերության եւ քաղաքապետարանի միջև ընթանում են բանակցություններ։ Հնարավոր է մոտ ապագայում 2-3 ամիս անց սոցիալական ծրագրերի մի մասը վերականգնվի։ Ամեն ինչ կախված է պղնձի գներից։